Քաղցկեղի բուժման հասանելիությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Հազարավոր հիվանդներ շարունակ բախվել են թանկարժեք հետազոտությունների, դեղերի եւ երկար հերթերի խնդրին։ Շուրջ 5 ամիս է գործում է առողջության ապահովագրության նոր համակարգը, սակայն ուռուցքաբանական ծառայություններից օգտվող բուժառուները ծառայությունների ընդլայնման շրջանակում ընդամենը օրեր առաջ են սկսել հնարավորություն ստանալ ախտորոշիչ հիվանդություններն անվճար անցնելու, ինչն ամբողջացնում է քաղցկեղի ամբողջական համալիր բուժման հասանելիությունը բոլոր ապահովագրվածների համար։ Մինչ այդ պետությունը վճարում էր վիրահատական, դեղորայքային եւ ճառագայթային բուժումների մի մասը։ Ֆարաջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ամեն օր տասնյակ մարդիկ են գալիս բուժման։ Համընդհանուր ապահովագրությունում ներառված ծառայությունները անդրադարձան բոլոր օղակների վրա։ Ինչ խոսք, այս ամբողջը ունենալու է խիստ դրական ազդեցություն։ Այս հանգամանքը մեզ հնարավորություն կտա հիվանդությունները ախտորոշել վաղ փուլերում, ինչու՞ չէ երբեմն նախաքաղցկեղային փուլում։ Այս ամբողջը հնարավորություն կտա եւ առողջացման, եւ մենք բազմիցս նշել ենք, վաղ փուլերի դեպքում այ քաղցկեղային հիվանդության բուժման ճանապարհը ավելի կարճ է լինում։ Եվ դեպքերի առումով եթե վերցնենք, դեպքերի թիվը կավելանա, սակայն հիվանդանոցի ծանրաբեռնվածությունը եւ բուժանձնակազմի ծանրաբեռնվածությունը չի ավելանա այնքան, ինչքան ուշացած փուլերի պարագայում էր։ Ճառագայթային ախտորոշման փաթեթը եւս ընդլայնվել է, ինչը հատկապես կարևոր նշանակություն ունի ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ բուժման ընթացքի վերահսկման համար։ Բուժառուն կարող է տարեկան 24 անգամ անվճար ճառագայթ ստանալ։ Ավելացել է նաև քաղցկեղի բուժման համար կիրառվող դեղորայքի տեսակները, որոնց տարեկան ֆինանսական ծածկույթը հասնում է 1 միլիոն 200 000 դրամի։ Նույնը վերաբերում է նաև դեղորայքային բուժման ծավալին, ովքեր որ եղել են դրա միջով պատկերացնում են, որ քիմիոթերապևտիկ բուժումները միշտ չի, որ կապված են փոքր բյուջեի հետ կամ փոքր ծավալների հետ։ Այս տարի մենք ունեցանք մեծ քայլ դեպի առաջ, մենք ունեցանք մեծ ծավալի բյուջե, որ հատուցում է ապահովագրությունը եւ շատ մարդիկ դրանից օգտվում են։ Քաղցկեղի դեմ պայքարը Հայաստանում վաղուց միայն բժշկական խնդիր չէ, այն նաև սոցիալական, ֆինանսական ու ժամանակի դեմ պայքար է։ Այժմ մասնակի կոտրվել է ֆինանսական դժվարությունների պատճառով բժշկի դիմելու վախի մթնոլորտը, նկատում է կրծքավանդակային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Բյուզանդյանը։ Բուժառուներն ու նրանց հարազատներն էլ պատմեցին, որ առողջության համապարփակ ապահովագրության փաթեթը այժմ ուռուցքաբանական ծառայությունների լայն շրջանակ է ծածկում եւ ակնկալում են, որ ավելի շատ մարդիկ կներգրավի համակարգում։ Ամուսնուս վիրահատությունը 3 միլիոն էր, բոլորը անվճար։ Դեղորայքը, ամեն ինչը բոլորը անվճար։ Հիմա իմ մայրիկը գտնվում է վիրահատարանում, անվճար։ Ամեն ինչը այստեղ ինչը կատարվում է անվճար։ Բուժառուների դիմելիության ավելացմանը զուգահեռ առողջության համընդհանուր ապահովագրությունից մեծ են սպասումները հատկապես ուռուցքաբանական ոլորտում։ Մասնագետները վստահ են, ընդլայնվող ծառայությունները կրճատելու են քաղցկեղի պատճառով մահացությունների թիվը։ Մարինե Դվոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։